Փաշինյանը ամեն կերպ փորձում է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հետ կապված այս դժբախտությունները, որ տեղի ունեն իր կառավարման իր ցախողումների արդյունքում կամ միտումնա, որ իր գործունեության արդյունքում ներկայացնել որպես հաղթանակ ազգային ինքնության դեմ պատերազմելը դա հակազդեցություն է ձևավորում։ Միգուցե արդանանք ու տեսնենք, որ Փաշինյանը մի գիշերվա մեջ ինչքան մի փաստաթուղթ է ստորագրել Հայաստանը մտցնելով միութենական պետության մեջ կամ թուրքական ինչ-որ համակարգի մեջ, այս բանը Ամերիկան ներվում է տարածաշրջանում Թուրքիայի վրա։ Խաղաղության դարաշրջան գոյություն չունի։ Ամբողջ աշխարհը վերաձևվում է նոր պատերազմներ, նոր խնդիրներ են առաջանում ու մենք սրանից անմասն չենք մնալու։ Հայաստանի այլ վայրերում ընդդիմադիր համայնքապետերը դիմելու են բավական կաշկանդված։ Ռուբեն Ռուբինյանը փորձում է սրանից դուրս գալ, բայց հենց ինքը Փաշինյանը վերցնում է իր վրա, ասում է ես եմ մեղավոր, որ պատերազմ է եղել։ Հնարավոր է պատերազմ չլիներ, բայց մենք ունենայինք ելի նույն արդյունքը։ Ողջույն բարեկամներ, ես Դավիթ Ղազարյանն եմ։ Այսօր մարտական եղբայրության քաղաքական թևի ներկայացուցիչ Մասիս Շիրոյանի հետ հերթական անգամ կքննարկենք այս շաբաթ տեղի ունեցած կարևոր իրադարձությունները եւ ին փոքր ավելին։ Իսկ մինչ այդ փոքր հայտարարություն։ Ողջույն հարգելի բարեկամներ, հոկտեմբերի 5-ին ժամը 15:00-ին Էլիտ Պլազայի Մանթաշյան սրահում տեղի կունենա մարտական եղբայրություն միաբանության 4-րդ համագումարը։ Համագումարում կներկայացվեն մարտական եղբայրություն միաբանության տարած աշխատանքները վերջին 1 տարում եւ առհասարակ եւ կհնչեն նաեւ այն անելիքները, որոնք որ նախատեսում են առաջիկա տարում, այսինքն 2020-26 տարում, թե ինչ ենք պատրաստվում անել, ինչ ենք անելու նախընտրական շրջանում եւ ընտրությունների ժամանակ։ Առաջին հարցը այսպեսին է, վարչապետ Փաշինյանը ԿՊ հերթական նիստի ժամանակ հռչակեց Հայաստանի 4-րդ հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Նա նաև նշեց, որ մենք տևական ժամանակ է, ինչ փաստացի ապրում ենք 4-րդ հանրապետությունում եւ ժամանակն է, որ մենք առերեսվենք դրա հետ։ Հիմա ինչով է 4-րդ հանրապետությունը տարբերվում 3-ից եւ որում ենք մենք գերադասում ապրել։ Տեսեք, վարչապետ Փաշինյանը փորձում է առհասարակ ներկայացնել, որ մենք թևակողում ենք նոր իրականություն։ Իմիջիալից ես կցանկանամ նշել, որ այս 4-րդ հանրապետության խոսույթը նոր չէ, ինքը բավականին երկար է, սակայն 2018 թվականի հեղափոխությունից հետո կարծեմ նոր սահմանադրությամբ ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը առաջինն էր, որ շեշտեց, որ պետք է ստեղծել 4-րդ հանրապետություն, այսինքն Արմեն Սարգսյանից սկսած է այս ամեն ինչը, բայց սա ինքը ցանկանում է առհասարակ ներկայացնել, որ իբր թե լավ բան է անում։ Իսկ ես կցանկանամ մենք մի փոքր հետ գնանք ու ներկայացնենք, թե ինչ է տեղի ունեցել։ Փաշինյանը ամեն կերպ փորձում է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հետ կապված այս դժբախտությունները, որ տեղի ունեն իր կառավարման իր ցախողումների արդյունքում կամ միտումնա, որ իր գործունեության արդյունքում ներկայացնել որպես հաղթանակ, ներկայացնել որպես լավ բան, այսինքն ձեռքբերումներ ու նոր իրականություն է փորձում ստեղծել։ Հիմա ինքը փորձում է նոր իրականության մեջ տեղավորել Հայաստանի Հանրապետությունը, այսինքն նախկինը ինչը որ գոյություն ունեցել իր համար այլևս գոյություն չունի ու թուրքական, ադրբեջանական տեսլականով նոր պետություն է փորձում կառուցել։ Դրա համար ինքը փորձում է առհասարակ այն բոլոր խորհրդանիշները, որոնք որ կան Հայաստանի Հանրապետությունում ու մինչև հանրապետության ձևավորվելն էլ հայ ժողովրդի պատկերացումների մեջ եղել ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում ապրողների, ինքը փորձում է դրանք ոչնչացնել։ Ամբողջ աշխարհում հայերը, Հայաստանի Հանրապետությունում եւ ամբողջ աշխարհում հայերը մի քանի կետ կա, որտեղ որ էմոցիոնալ առումով իրենք համակարծիք են, միասնաբար են, այսինքն իրենք տարաձայնություններ չունեն։ Ու այդ 3 կետեր են, համար առաջինը Արարատն է, որը որ համայն հայության սիմվոլն է։ Երկրորդ կետը դա հայ առաքելական եկեղեցին է, եկեղեցին ոչ միայն որպես կրոնական կառույց, այլ ամբողջ աշխարհի հայերին միավորող հայկական համայնքները միավորող, որովհետև աշխարհում ցանկացած տեղ, երբ որ հայտնում են 100 եւ ավելի հայ, իրենք կառուցում են մի եկեղեցի կամ մի մատուր, որտեղ որ շաբաթվա մեջ մի անգամ կամ ամսվա մեջ մի անգամ հավաքվում են հայերը, փորձում են միասին կապ պահել իրար միջև եւ կապել Հայաստանի հետ։ Ու Հայաստանի հետ իրենք պահում են էջմիածնի միջոցով։ Հիմա Փաշինյանը փորձում է նաեւ սա ոչնչացնել եւ երրորդ հարցը դա վատ բան է, ապրիլի 24-ն է, երբ որ ամբողջ հայ ազգը ամբողջ աշխարհում նշում է սքորը հարգանքի տուրք է մատուցում ցեղասպանության զորի շտակին, ինքը փորձում է հարցնել օրակարգից անել ու հետևողականորեն այս 3 էմոցիոնալ
թեմաներին ինքն անդրադառնում է, փորձում է ոչնչացնել ու թուրքական տեսանկյունից ներկայացնել հայկական իրականություն, այսինքն երբ որ ինքը ասում է իրական Հայաստան են կառուցում, 4-րդ հանրապետություն են կառուցում, հիմք ենք դնում, 4-րդ հանրապետության տրամաբանությունը պետք է այսպեսին լինի, այսինքն զրկված հայկականությունից ու փորձում են նաև վերջ տալ հայկական երազանքին։ Այսինքն ցանկացած հայ մարդ, հիմա ես նոր բան չեմ ասում, ցանկացած հայ երեխա, երբ որ ծնվում է, սկսում է որոշակի ինչ-որ բաներ հասկանալ, իրեն սովորեցնում է, որ Արարատը մեր լեռն է, չէ՞։ Ամբողջ հայերը դրա մասին գիտեն։ Հա, այս բանը մեր մոտ չի, բայց ունեն երազանքները, երազանքներից է փորձում զրկել ու դրան զուգահեռ ինքը նոր գաղափարախոսություն են մտցնում։ Նախորդ հաղորդման ժամանակ, երբ որ մենք զրուցում էինք գեղագիտական ինչ-որ հայեցակարգ են իրենք մշակել, չգիտեմ, դրել են քննարկման, հենց սրա մասն էր, որ իրենք փորձում են իրենց ընդհանուր գաղափարախոսությունը ներդնել հայկական իրականության մեջ, բայց ես կասեմ, որ իրենք ապարություն գործունեությամբ են զբաղվում, որովհետև դա դարեր շարունակ թե Օսմանյան կայսրությունը, թե ռուսական կայսրությունը, թե պարսկական կայսրությունը, բոլոր նվաճողները, ժամանակին արաբները, հռոմեացիք, բյուզանդացիները փորձել են այս ամեն ինչը անեն, չի ստացվել։ Չի ստացվել նաև Փաշինյանի մոտ, որովհետև Փաշինյանը ինչքան էլ փորձի ինքնության դեմ կռիվ տալը անիմաստ բան է։ Ազգային ինքնության դեմ պատերազմելը դա հակազդեցություն է ձևավորում ու հարմար իրավիճակում դա կարող է իր դեմ աշխատել, հենց Փաշինյանի դեմ։ Դրա համար կցանկանամ մեզ լսողների ուշադրության հրավիրել նրան, որ պետք չի հավատալ, որ ինքը դա լավ մղումներով է անում, այսինքն իր մտքին նոր իդեաներ է ներկել, ինքը հասկացել է, որ ինչպես պետք է վարվել, այնպես ասում, կարծես եթե այս ամեն ինչը տեղի ունեցած չլիներ, պատերազմը տեղի ունեցած չլիներ, ինքը ու այս մտքերը իր գլխի մեջ կար, ինքը առանց պատերազմի գնալու էր այս ամեն ինչին, չէր գնալու։ Հիմա ինքը ներկայացնում է այս ամեն ինչը որպես իր ձեռքբերում, բայց արդյունքը դա պարտությունն է։ Ու երբ որ ինքն ասում է ես հրաժարական տվեցի, արտահերթ ընտրության գնացի, դա էլ էր խաբեություն, որտեղ ինքը արտահերթ ընտրության գնաց խոստումներով, որ կվերադառնան հայերը Շուշի եւ Հադրութ, փոխարենը ոչ միայն չվերադարձան, այլ ամբողջ Արցախը հայաթափվեց, իսկ ինքը շարունակում է կառավարել ու արդեն այլ օրակարգով է առաջ գնում։ Այսինքն ինքը նախ լեգիտիմություն չունի այս ամեն ինչը իրականացնելու, որովհետեւ այլ բանի համար է ընտրվել ու իր ցանկացած քայլ բխում է պարտությունից։ Դրա համար նորմալ հասարակությունում, նորմալ իրավիճակում, նորմալ պետության մեջ կլիներ հետևյալը, որ պարտված ղեկավարը ու իշխանական թևը հրաժարական կտար ու չէր մասնակցի այլևս ոչ մի process-ի, տեղը զիջելով այն քաղաքական ուժին կամ ուժերին, ովքեր որ առաջարկ ունեին երկիրը այդ ծանր իրավիճակից հանելու, ոչ թե ինքը կհիմնավորեր իր պարտությունը, այսինքն այնպես են ներկայացնում, կարծես թե այլ տարբերակ չկար, միայն պետք է պարտվեինք, ու սա փորձում է հիմնավորել, իսկ նպատակը մեկն է, իր սեփական իշխանությունը ավել պահելը, այլ բան չկա այստեղ։ Միևնույն հանդիպման շրջանակներում վարչապետ Փաշինյանը կարծես թե ցանկանում է եւս մեկ անգամ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական մոտեցումները կրկնել։ Նա նշել է, որ եկեք մեջ բերենք, ակտիվացվելու է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամագրվելու ուղղված ջանքերը, դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաև հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։ Ինչ եք կարծում։ Հիմա մեր շանսերը ավելի մեծ են դեպի Եվրոպա շարժվելու, քան 2014 թվականին, երբ մեկ գիշերվա մեջ ստորագրեց մեր Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը։ Նախ ինչ է նշանակում տարածաշրջանացում։ Եկեք սրանից խոսենք, որովհետև հիմնական մեխը էս էր։ Այդ համեղ սոուսն էր եվրոպական ինտեգրացիան։ Որովհետև տարածաշրջանացումը այս բանի Փաշինյանի առած գործերը, եթե միասին համեմատում ենք, թե իրար վրա ենք դնում, հասկանում ենք, որ տարածաշրջանացում ասելով Փաշինյանը նկատի ունի թուրքական աշխարհի մաս կազմելը։ Այսինքն Զանգեզուրի միջանցք, Ադրբեջան, Թուրքիա։ Այս կոնտեքստում էինք ասում, որ տարածաշրջանացում եւ նաեւ վտանգներ կան, որ ժամանակին ինչպես Սերժ Սարգսյանն էր փորձում եվրոինտեգրվել ու մեկ գիշերվա ընթացքում ստորագրեց ԵԱՏՄ այդ փաստաթուղթը, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի մաս է կազմում, իմիջիալոց դրա պատճառով Հայաստանում եղավ փորձ արժեքների հեղափոխության, մեր ընկերներից Ավետիս Ավետիսյան մասնակցեց Շանթ Հարությունյանի գլխավորությամբ այդ փորձը եղավ ու տղաներին ձերբակալեցին, բայց հիմնական նպատակը այդ արժեքների հեղափոխության հենց սրա դեմ դուրս գալն էր, այսինքն որ Հայաստանը չմտցնեն այդ համակարգի մեջ։
Հիմա մի օր միգուցե արթնանանք ու տեսնենք, որ Փաշինյանը մի գիշերվա մեջ ինչ-որ մի փաստաթուղթ է ստորագրել Հայաստանը մտցնելով միութենական պետության մեջ կամ թուրքական ինչ-որ համակարգի մեջ, թուրքական աշխարհի մեջ եւ քողարկում է եվրոինտեգրման։ Ասեն, որ մարտական եղբայրություն միաբանություն առհասարակ այդ ինտեգրացիաներին ու դրանց տրամաբանությանը դեմ է։ Մենք միշտ ասում ենք, որ մեր նման պետությունները նման պես տարածաշրջանում իրավունք չունեն մասը կազմելու որոշակի ինտեգրացիաների հակառակը։ Մենք պետք է երկկողմ գործընկերային հարաբերություններ ձեռք բերենք տարբեր պետությունների հետ, այնպես ինչպես անում են դա հենց մեր հարևանները, նույն Վրաստանը, նույն Ադրբեջանը։ Երբ որ մեզ ասում են մենք հնարավորություն չունենք, չենք կարող դրանից դուրս գործել, մենք կհիշենք, որ 13 թվականին, երբ որ ԵԱՏՄ մտան, ասում են Արցախի համար ենք մտնում, հիմա ինձ հետաքրքիր է Սերժ Սարգսյանը սրան ինչպես է պատասխանելու։ Երբ որ Սերժ Սարգսյանը բազմաթիվ անգամ եւ վերջի տարիներին Արցախը երբեք մաս չի կազմելու Ադրբեջանի, չի լինելու Ադրբեջանի կազմում, հիմա ինչ պատասխան է տալու։ Այս ինտեգրացիաներից դուրս պետք է մտածել, նույն Վրաստանը, նույն Ադրբեջանը մաս չեն կազմում ոչ եվրոպական ինչ-որ միության, ոչ էլ միութենական կամ ԵԱՏՄ, բայց իրենց ապրանքաշրջանառություն ունեն Ռուսաստանի հետ, Եվրոպայի հետ, նույն ձև միգուցե եւ ավելին, քան Հայաստանի Հանրապետությունն, այսինքն նման ձևով ներկայացնել, որ այլ տարբերակ չկա, սա կեղծ պատճառաբանություններ են, էլի, այսինքն տրամաբանությունը այլ է, իրենք ցանկանում են ամեն կերպ Հայաստանի ինքնիշխանությունը զիջել, այս եւ ինտեգրացիաներով։ Բայց հիմնականը, ասում եմ, Փաշինյանի արած քայլերին հետևելով կարող են եզրակացնել, որ ինքը տարածաշրջանային ինտեգրացիաների մասն է ավելի շատ խոսում, ոչ թե եվրոինտեգրման։ Երբ որ վերջերս Թրամփի հետ հանդիպում տեղի ունեցավ ու փաստաթուղթ ստորագրվեց, ասեն, որ այդ փաստաթուղթն էլ Թուրքիայում էր մշակվել։ Մենք մեր աղբյուրներն ունենք իրենց շրջանակներից, ԱԳՆ-ից եւ այլ տեղերից։ Այդ փաստաթուղթը ես դրանից բազմաթիվ անգամ մի ամիս, երկու ամիս առաջ է հրապարակել, մինչև ստորագրելը, ու իրենց շրջանակները մեզ հայտնել էին, որ դա մշակվել է Թուրքիայում ու Թուրքիայից են ուղարկել իրենց, ոչ թե ԱՄՆ-ում, այսինքն երբ որ խոսում են ամերիկյան ճանապարհների մասին, Ամերիկայի հետ բանակցություններից են խոսում, ձեռքբերումներից բան, դա ամերիկյան էլ չի այդքան։ Ավելի շատ թուրքական է, որովհետև այս պահին Ամերիկան հենվում է տարածաշրջանում Թուրքիայի վրա։ Ու երբ որ մենք ասում ենք, մենք դեմ ենք նոյեմբերի 9-ին, այսինքն ռուսական համաձայնագրին, մենք նույն կերպ դեմ ենք նաև նոյեմբերի օգոստոսի 8-ի պայմանագրին։ Նոյեմբերի 9-ն էլ դեմ, օգոստոսի 8-ն էլ, որովհետև պատերազմը մեր դեմ շարունակվում է ու դրա միակ տարբերակը ուժային գործոնի վերածվելն է։ Հավանաբար տարածաշրջանացման հանգամանքների շրջանակներում կառավարության սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն է տրվել 2026 թվականի ռազմական ծախսերը շուրջ 100 միլիարդ դրամով կրճատելու նախագծին։ Ինչպես սա կանդրադառնա մեր պաշտպան ունակության վրա եւ իսկ միգուցե ՊՆ-ն վերջապես սկսել է ճիշտ բաշխել միջոցներ, միգուցե սա արդարացի կրճատում է։ Պաշտպանությունը այնպիսի համակարգ է, որը անընդհատ ծախսեր է պահանջում։ Իսկ եթե էֆեկտիվ է սկսում ծախսել որոշակի գումար, այնպես չէ, որ դրանից ավել լինի, հնարավոր չէ դրա տեղը գտնել ու նոր ծախսեր իրականացնել։ Սա ուղղակի նույնպես Ադրբեջանի պահանջներից է, ոնց որ փուլային տարբերակով Հայաստանի դեմիլիտարիզացիա է տեղի ունենում։ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը պետք է շատ քիչ զորքեր ունենա կամ բանակ չունենա։ Ինքը փորձում է ստուգել, այսինքն սա պիլոտային ինչ-որ նախագիծ է, որ առաջի տարին կփորձենք 100 միլիարդով կրճատել, հետագայում կհասկանանք։ Ներեցեք, խոսքը շուրջ 15% բյուջեի կրճատման մասին է։ Մեծ կրճատում է իրականում։ Շատ մեծ կրճատում է ու հետագայում հասկացնելու են, որ տեսեք 1.5 տարի են ցանկանում ծառայությունը սարքել, այնուհետև զորքերի թիվը կփորձեն կրճատել, կասեն մեզ բանակ պետք չի։ Ասեն, որ ամբողջ աշխարհում հիմա հակառակ տենդենսն է գնում։ Նույն եվրոպական երկրները, երբ որ իրենք հաղում են տալ, չէ, ասում են մենք եվրոպական ինտեգրման ենք գնում, օրինակ փորձում ենք շարունակել։ Ամբողջ Եվրոպան հիմա ռազմական ծախսերը մեծացնում է։ Փորձում են պարտադիր զինվորական ծառայությունը վերականգնել։ Գնում են ռազմականացման, պաշտպանության ուժեղացման, Հայաստանում դրա հակառակն են անում այն պարագայում, երբ որ մենք դեռ պատերազմի մեջ ենք գտնվում։ Եթե շատերին թվում է, որ խաղաղության դարաշրջան է սկսվել, չէ, այդպես չէ։ Խաղաղության դարաշրջան գոյություն չունի։ Ամբողջ աշխարհը վերաձևվում է, նոր պատերազմներ, նոր խնդիրներ են առաջանում ու մենք սրանից անմասն չենք մնալու։
մեր տարածաշրջանը հնարավոր չի որ մեր շուրջը ամբողջությամբ տեղի ունենան պատերազմներ, իսկ մենք փորձենք խաղաղության կղզյակ լինել։ Անհնար է նամանավանդ այն պարագայում, երբ որ պատերազմը մենք էլ չենք սկսում ու մենք չենք վարում այդ պատերազմը, մեր դեմ այդ պատերազմը վարում են։ Մի փոքր ներքին քաղաքականության վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քրեական դատարանը հրապարակեց իր վճիռը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աչապահյանի վերաբերյալ, նա մեղադրվում է օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով մասնավորապես իր դեպքում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, իշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Միքայել Սրբազանի պաշտպաններից Արա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ նա հավանաբար կպահվի կալանքի տակ մինչև ընտրությունների սկսվելը։ Որն է, իհարկե այս վճիռը դեռ բեկանման ենթակա է, որն է մարտական եղբայրության կարծիքը այս ողջ դատական process-ի վերաբերյալ։ Ինչ ազդեցություն այն կունենա առհասարակ մեր երկրում կայանալիք ժողովրդավարական գործընթացների վրա։ Եկեղեցու ու մասնավորապես Միքայել Սրբազանի դեմ կատարվող գործունեություն, տեսեք, ես առանձնացնում եմ Միքայել Սրբազանի եւ Բագրատ Սրբազանի, որտեղ Բագրատ Սրբազանը ինքը դադարեցրել էր իր թեմի առաջնորդ լինելը, սառեցրել էր, ինչպես ինքը հայտարարեց, ինքը մասնակցել էր քաղաքական process-ների։ Միքայել Սրբազանը ի տարբերություն Բագրատի շարունակել էր չէր մտել քաղաքական process-ների մեջ, ուղղակի հայտարարություններ էր արել, հիմա դրա համար պատժվում է։ Երբ որ փորձում ենք լոկալ նայել, հասկանում ենք, որ սա տրամաբանություն չունի առհասարակ, որովհետեւ դրանից մեծ հաշվով իր հայտարարությունը մի տարի առաջ մի տարուց ավել էր արվել ու հետևանք չէր ունեցել, բայց երբ որ ավելի լայն կոնտեքստում ենք նայում, հասկանում ենք, որ սա մասն է այն ամեն ինչի, որ փորձում են առաքելական եկեղեցին անլրջացնել, այսինքն process-ները անլրջացման process-ներ են տեղի ունենում։ Եկեղեցուն են հարվածի տակ դնում, հոգևորական դասին են փորձում անլրջացնել, պիտակավորել, բայց սա կոնկրետ հոգևորականի չի վերաբերում, սա ադրբեջանական պահանջ է, որ պետք է հայ առաքելական եկեղեցին լուծարել կամ չգիտեմ իր կարգավիճակը ցածրացնել, որպեսզի ամբողջ աշխարհի հայությունը իր երակները Հայաստանի հետ կտրի, իր կապը կտրի։ Հիմա շատերը կարող են ասել, որ նաև 5 կուսակցություններ կան, ովքեր որ նույնպես մեծ ցանց ունեն դրսերում, Սփյուռքում, բայց կուսակցությունները մեկը ընդունում է, մեկը չի ընդունում, իսկ եկեղեցին բոլորի կողմից ընդունելի է։ Համենայնպես որպես հայկական կառույց ինքը ընդունելի ու հենց սրան են իրենք հարվածում։ Եթե շարունակություն չլիներ, Արարատի թեման չլիներ, ցեղասպանության թեման չլիներ, այս օրակարգերը, որը որ ուղիղ մենք տեսնում ենք, որ Ալիևը մի բան հայտարարում է, մի շաբաթ հետո հստակ Փաշինյանը հայտարարում կամ Փաշազադեն հայտարարում է, դրանից շատ կարճ ժամանակ անց մեր իշխանությունները այդ ամեն ինչը մեր երկրի ներսում հայտարարում, արդեն պարզ է դառնում, թե սա ինչի համար է արվում։ Սա ուղղակի հարմար կերպարն է դրել Միքայել Սրբազանին, որտեղ ավելի ճանաչելի է։ Այսինքն հարվածում են Միքայել Սրբազանին, հարվածում են կաթողիկոսին ու ով մի քիչ աչքի ընկավ հոգևորականներից, թեկուզ լավ առումով հարվածելու են անլրջացնել։ Հավանաբար նաև այն առումով, որ Միքայել Սրբազանը գրեթե բոլոր ընտրություններում ընդդիմադիր կեցվածք է ունեցել, ավելի շուտ ոչ թե ընդդիմադիր, այլ ժողովրդի կողմից խոսող կեցվածք է ունեցել, հավանաբար հանրային ճանաչելիությունը մեծ է, այսինքն ինքը լավ ճանաչելի անձնավորություն է, հոգևորական է, բոլորը իրեն ճանաչում են ու երբ որ տեսնում են, որ Միքայել Սրբազանին ինչ որ հարցերով մեղադրանքներ առաջադրվում, եկեղեցու դերն են նվազեցնում։ Օրերս տեղի ունեցած Փարաքար համայնքի առաջնորդ ղեկավար Վոլոդիա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունը շատերիս կանգնեցրեց մեկ անգամ եւս առերեսեց երկրում արկա անվտանգային ռիսկերի հետ։ Դեռևս բացահայտված չեն հանգամանքները սպանության եւ դրդապատճառը անգամ չկա մեղադրյալ, բայց արդեն որոշ պետական պաշտոնյաներ պնդում են, որ սպանությունը հաստատ քաղաքական չէ, այդ թվում նաև Արմավիրի մարզպետը վստահաբար հայտնում է, որ սպանությունը քաղաքական չէ։ Ինչ հետևանք կունենա այս սպանությունը մեր քաղաքական դաշտի վրա չբացահայտվելու դեպքում։ Նախ ցանկանում եմ իմ ցավակցական խոսքը հայտնել Վոլոդիա Գրիգորյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, նրա քաղաքական թիմի ընկերներին։ Առիթ ունեցել ենք մենք իր հետ
ընդհանուր խոսակցություններ ունենալու, քննարկումներ ունենալու իր բազմաթիվ ընկերներ, նաև մեզ են ընկերներ, ինքը որպես կերպար, որպես քաղաքական ֆիգուր ավելի շատ ինքը վարչական ֆիգուր էր ու սիրված կերպար էր իր համայնքում էլ, ընդհանուր ընկերական շրջապատում էլ, բայց երբ որ իշխանությունները նախքան որոշակի վճիռ լինելը, նախքան հետաքննությունը փորձում են հայտարարություններ անել, դա շատ նման է, երբ որ հոկտեմբերի 27-ին Քոչարյանը հայտարարություններ արեց, ասեց սա участковый մակարդակի գործ է, այսինքն միանգամից իրենք ուղղությունը տալիս են իրավապահ համակարգին, թե ինչպես պետք է աշխատեն ու ինչ անեն կամ ինչ չանեն։ Չի կարելի, այսինքն երբ որ դեռ ոչ մի մեղադրյալ չկա, ոչ մի փաստ չկա, նախապես պաշտոնյաների մակարդակով հայտարարություններ անելը։ Դա սխալ ուղղություն է, այսինքն երբ որ ասում են արդարադատություն կա Հայաստանում, փորձում ենք վերականգնել, բան, իրենք հենց այսպես են խոչընդոտում արդարադատությանը եւ իրավապահ համակարգի աշխատանքներին, որովհետեւ իրավապահներն են կաշկանդվում, երբ որ պաշտոնյաները մարզպետը, չգիտեմ, վարչապետը հայտարարություններ են անում, իրենք փորձում են արդեն իրենց աշխատանքները կառուցել ըստ այդ հայտարարությունների։ Հիմա այլ ուղղությամբ երբ որ նայում ենք, դեռ կասկածյալներ չկան, ամեն ինչ մութ է։ Ընդդիմադիրները հայտարարում են, որ սա քաղաքական է, որոշ ընդդիմադիր ուժեր հայտարարում են, որ սա ԿՊ-ի ձեռի գործն է։ Ընդհանուր ֆոնը ստեղծում է այնպես, որ Հայաստանի այլ վայրերում ընդդիմադիր համայնքապետերը դինելու են բավական կաշկանդված, քանի որ ոչ մի որոշակիություն չկա, այսինքն ամեն ինչ անորոշ է, չգիտեն ինչի արդյունքում է եղել ու մեծ խնդիր է լինելու, որպեսզի ընդդիմադիր համայնքապետերը կարողանան իրենց խոսքը ասել։ Մի պահ պատկերացրեք, մեզ լսողներն եք ցանկանան ասել, որ պատկերացրեք ինքներդ եք գտնվում ընդդիմադիր համայնքապետի կարգավիճակում։ Իմանում եք, որ սպանություններ տեղի ունեցել ու չի բացահայտվում ու բազմաթիվ խոսակցություններ կան, որ սա նաև կարող է քաղաքական լինել, նաև կարող է իշխանական թևի ձեռի գործ լինել, չնայած որ միգուցե այդպես չէ, բայց հերքումներն էլ կամ չգիտեմ, այն ամեն ինչ այնպես լղոզված է ու աշխատանքներն այնպես վատ են տեղի ունենում, որ ընդհանուր ֆոնը ստեղծվում է այնպես, որ հա, զգուշ մնացեք, մենք ամեն ինչի ընդունակ ենք։ Կարծես, եթե իրենք կապ չունեն, փորձում են բլեֆի մակարդակով այդ պահը օգտագործել, ուղիղ ոչինչ չասելով, բայց մյուսներին հասկացնելով։ Ու սա նախընտրական տարում այսպիսի մեթոդներ կիրառելը ստեղծելու է իրավիճակ, որ որպես ընդդիմադիր գործիչներ մարդիկ կաշկանդված են լինելու։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը իր Facebook-յան էջում դժգոհում էր, որ նախորդ նախագահները մեղադրում են հայկական կողմին 20 թվականին պատերազմ հրահրելու մեջ։ Մարտական եղբայրությունը ինչ խորհուրդ է տալիս նման քաղաքական ուժերին, նման խոշոր քաղաքական գործիչներին, ինչ կերպ պետք է ներքին կապ ստեղծել, որպեսզի լրացվի նման մտքերի արտահայտումը հրապարակային դաշտում։ Սրա մասին մենք բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք, երբ որ ասում ենք մեր նախկին բոլոր ղեկավարները պատերազմի մեղքը գցում են Հայաստանի վրա։ Ասում են Հայաստանն է պատերազմ հրահրել ու հղում են անում 2019 թվականին, որ ինչ որ առաջարկ է եղել Լավրովի կողմից, որը որ Հայաստանի իշխանությունները չեն ընդունել։ Փաշինյանը իր հերթին սա վերցնում է, հիմա չգիտեմ Ռուբեն Ռուբինյանը ինչ է ասում, բայց Փաշինյանը ինքը վերցնում է, ասում է, հա, ես եմ մեղավոր, որ պատերազմ է եղել։ Այսինքն Ռուբեն Ռուբինյանը փորձում է սրանից դուրս գալ, բայց հենց ինքը Փաշինյանը վերցնում է իր վրա, ասում է, ես եմ մեղավոր, որ պատերազմ է եղել։ Հնարավոր էր պատերազմ չլիներ, բայց մենք ունենայինք ելի նույն արդյունքը։ Հնարավոր է առանց պատերազմ, այսինքն ինքն էլ իր վրա է վերցնում։ Ու սրանցից ոչ մեկ չի ասում, որ պատերազմը մենք չենք սկսել։ Ես հենց հաղորդման առաջին մասում հենց սրա մասն եմ ասում, որ պատերազմը մենք չենք սկսել, մեր դեմ են սկսել։ Փաշինյանը վերցրել է ու Հայաստանը տարել է դեպի պարտության։ Իմիջիայլոց նույն Ռուբեն Ռուբինյանն էլ այդ թիմի մաս է։ Իշխող թիմի ԱԺ փոխնախագահն է։ Վերցրել են Հայաստան տարել են պարտության, հիմա ումից են բողոքում իրենք։ Սա առաջին մասով, ու երբ որ փորձում ենք մենք հակադրվել, մեր խոսքը ինչի լսելի չէ, որովհետև նույն նախկին նախագահները երբ ասում են 2019 թվականին ինչ որ առաջարկ կար, դե հրապարակեք, Փաշինյանի միգուցե ձեռնտու չէ, որովհետև միգուցե այս պահի համեմատ ավելի լավ տարբերակներ են առաջարկվել։ Բայց մենք ասում ենք, մենք զիջումներին, ուղղակի զիջումներին ենք դեմ, հանձնվելուն ենք դեմ։ Մենք
ասում ենք, որ նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեցնելն էր սխալ։ Ոչ թե պատերազմը պետք է օր առաջ դադարեցվեր, պատերազմը պետք է կանխվեր, որովհետև մենք չենք սկսել, մենք չենք որոշող պատերազմը երբ է դադարում։ Մենք կարող ենք միայն դրան դիմադրել, հակահարված տալ ու փորձել, որ մեր հետ կան հաշվի նստեն։ Իսկ Փաշինյանը վերցրեց մյուս նախագահների տրամաբանությամբ, մինչև այսօր նույնն են շարունակում, հանձնվեց ու սկսեց դրանից զիջել։ Երբ որ 2020 թվականի նոյեմբերի 9-ը ստորագրել, մենք այդ ժամանակ էինք ասում, որ Արցախն այլևս հանձնված է։ Բայց հակառակը սրանք վերցրեցին ու նույն տրամաբանության մեջ իրենք իբր թե բանավիճում են, բայց բանավիճելու բան չկա։ Նույն բանն են ասում։ Իրենք բոլորը վերցրել են այդ պատերազմը սկսելու մեղքը։ Սա իմիջիայլոց նաև Ադրբեջանն է մեր դեմ օգտագործելու, որ Հայաստանի Հանրապետությունը պատերազմ սկսել ու դա միջազգային դատարաններում Ադրբեջանը փորձելու է առաջ տանել այդ թեման։ Երբ որ խոսում ենք, որ չի կարելի այդ ամեն ինչը մեր վրա վերցնել, որտեղ մենք չենք սկսել պատերազմը, 88-ին էլ մենք չենք սկսել, 2016-ին էլ մենք չենք սկսել, 2020-ին էլ մենք չենք սկսել։ Այդ Ադրբեջանն է մեր վրա հարձակվել։ Հայաստանի Հանրապետությունը փորձել է պաշտպանել Արցախում բնակվող իր հայրենակիցներին, ովքեր որ այդտեղ բնակվել են 3-4 հազար տարի, որտեղից որ երբեք հայաթափում տեղի չի ունեցել։ Իրենք փորձել են այդ ամեն ինչը պահել, այն ինչը որ ամեն կերպ հիմնավորված է, որ դա մերն է։ Եվ վերջում ցանկանում եմ տեղեկացնել, որ Մարտական եղբայրություն միաբանությունը սկսել է նախագիծ Նժդեհի գերեզմանի վերականգնման, որը գտնվում է Խուստուփի լանջերին։ Հայտարարությունը մեր Facebook-յան, YouTube-յան, Telegram-յան էջերում տեղադրված է։ Մենք այս նախաձեռնությունը սկսելուց ցանկացել ենք այնպես անել, որ ցանկացած հայ, ով կարող է Նժդեհյան գաղափարախոսության իր փոքրիկ լուման կարողանա ներդնել, այսինքն մենք չենք փորձել գտնել մեծ հովանավորներ, այլ ցանկացել ենք, որ ցանկացած հայ կարողանա այդ լուման ներդնի ու ինքն էլ մասը լինի այդ հուշարձանի, որովհետև այժմ գերեզմանը գտնվում է անմխիթար վիճակում, կարող եք մտնել ծանոթանալ եւ նախագիծն ենք ներկայացրել, թե ինչպիսին պետք է լինի։ Դրա համար կխնդրեմ ձեր ակտիվ մասնակցությունը, միասին կարողանանք այդ հուշարձանը վերականգնել, գերեզմանը վերականգնել եւ մեզ համար ունենալ ուխտատեղի, որտեղից նաեւ կհաջալերվենք, կողոքեվորվենք ու Նժդեհյան գաղափարներով կգնանք դեպի հաղթանակ։ Լավ